500 օրից ավելի Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Հունվարի 17-ին մեկնարկել է նրանց նկատմամբ շինծու դատավարությունը, իսկ փետրվարի 19-ից հանրային գործիչ բարերար Ռուբեն Վարդանյանը, ով բազմաթիվ նախագծեր է իրականացրել հայրենիքում, միայն փողով հաշված $700 միլիոն ներդրում է բերել Հայաստան եւ Արցախ, ցույց բողոքի հացադուլ է հայտարարել։ Ռուբեն Վարդանյանի կյանքին լուրջ ու իրական վտանգ է սպառնում։ Նա կարող է մահանալ վաղը, այսօր, հենց հիմա, ցանկացած պահի։ Ինչ է անում, ինչ կարող է անել եւ չի անում վարչախումբը հայ պատանդներին ազատելու ուղղությամբ։ Խոսենք փաստերով։ Պատանդարված բոլոր անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ինչպես ձեր, իմ, այնպես էլ նրանց բոլորի անձնագրերում գրված է, որ իրենց հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Նրանց ազատելու կամ առնվազն նրանց պայմանները տանելի դարձնելու գործում Հայաստանի Հանրապետությունը կարող է կիրառել քաղաքական, դիվանագիտական, միջազգային իրավական, լոբբիստական, քարոզչական տարբեր գործիքներ։ Այս մասին խոսել ու խոսում են փորձառու շատ գործիչներ Հայաստանում եւ արտերկրում։ Եվ այսպես ինչեր կարելի էր անել։ Առաջին Հայաստանը քաղաքական պահանջ կարող էր դնել Ադրբեջանի առաջ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Այս քաղաքական պահանջը հասկանալի կլինի ողջ աշխարհի համար։ Աշխարհը կընդունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի կարող հաստատվել խաղաղություն, երբ զուգահեռ հայ պատանդներ են պահվում։ Պատանդ վերցնելը ճնշման, ստիպման գործողություն է, իսկ ճնշման ներքո խաղաղություն չի լինում։ Երկրորդ, պատանդներին ազատ արձակելու քաղաքական պահանջը գործընկեր երկրներին հասկանալի դարձնելու եւ Ադրբեջանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու համար պետք է գործի լծվեին օտար պետություններում Հայաստանի ներկայացուցիչները։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը հավատարմագրված դեսպաններ ունի աշխարհի 100 երկրներում։ Այդ երկրներից 50-ում գործում են դեսպանություններ։ Հայաստանը ներկայացուցիչներ ունի աշխարհի 23 միջազգային կազմակերպություններում, պատվո հյուպատոսներ ունի 51 երկրներում, 45 պետություն Հայաստանում դեսպանություն ունի, 72 պետություն էլ Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպաններ ունեն։ Եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։ Ազգային ժողովում 70 երկրների հետ բարեկամության խմբեր կան, նրանցից քանիսն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ։ Երրորդ, միջազգային իրավական գործիքների մասին, հատկապես վերջին օրերին, քանիցս խոսեցին տեղացի եւ արտասահմանցի մասնագետները։ Կառավարությանը մինչև այսօր մենք բազմիցս ասել ենք, թե իրավական, թե դիվանագիտական, թե քաղաքական կոմպոնենտներով ինչ ճնշման գործիքներ կարելի է օգտագործել։ Հավելելով փաստաբանական թիմի առաջարկած տեսակետերին կարող եմ ասել, որ կա նաև օրինակ 1-2 կոնվենցիա, որոնց շրջանակներում նույն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կարող ենք իրավական գործընթաց սկսել։ Օրինակ պատանդների դեմ պայքարի պատանդառության դեմ պայքարի կոնվենցիա կա, որի շրջանակներում կարող ենք ՄԱԿ-ում Արդարադատության դատարանում իրավական գործընթաց սկսել, որը իրավական հերթական լծակն է Ադրբեջանի դեմ։ Կա նաև խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիա, որը եւս Ադրբեջանի կողմից վավերացված կոնվենցիա է եւ նա ունի պարտավորություն առնվազն խոշտանգումներ չիրականացնել, ինչը մենք տեսանք, որ իրականացվում է արդեն տարուց ավել։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։ Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանության մեջ հայկական շահերի բաժին ստեղծի եւ ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Կարելի էր հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով, խնդրել չեզոք երկրի, նույն Շվեյցարիային, Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ պատանդների համար, ինչպես նաև շտաբ բժշկական օգնություն Ռուբեն Վարդանյանի համար։ Դա պետք է ձեռնարկել արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, ովքեր հուսահատ ջանքեր են գործադրում։ Կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների ինստիտուտը, հատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջո ուղիղ կապը։ Այս գործիքների արդյունավետության օրինակներից
կարող ենք նշել բոլորովին վերջերս 2025 թվականի փետրվարի 1-ին ամերիկացի 6 բանտարկյալների ազատ արձակումը Վենեսուելայի կողմից, ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը Ռուսաստանի կողմից փետրվարի 11-ին, Սիամակ Նամազիի ազատ արձակումը 2023 թվականի փետրվարի 18-ին, Բաքվի հետ ուղիղ կապը արդյունավետ գործիք համարող Փաշինյանը ինչու այդ կապը չի օգտագործում։ Անցած 500 օրերի ընթացքում ամեն ինչից ու ամեն օր խոսող Փաշինյանը Բաքվի բանտարկյալների հարցով 1-2 անգամ է խոսել։ Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ հայտարարելու եւ ինքնազգացողության կտրուկ վատանալու օրվանից գրեթե ամեն օր ՔՊ-ի նիստեր են անում։ Մի օր ավտոբուսի, մի օր մետրոյի շոուներ են անում լայն ժպիտներով։ 10 տարվա մեքենա վերադարձնելու թեմա են մտցնում հանրային օրակարգ, բայց մարդկանց մահվան ճիրաններից ու ստորացումից փրկելու ուղղությամբ կամ գոնե նրանց վիճակը մեղմելու ուղղությամբ մատը մատին չեն խփում։ Միտումնավոր անգործություն այն աստիճանի է հասել, որ անգամ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլի Մարագոսը ասում է, որ Բաքվից արդար դատավարություն է ակնկալում, ինչը նշանակում է, որ ԵՄ-ի դեսպանը հայ պատանդներին նույնիսկ քաղաքական բանտարկյալներ չի համարում։ Ոչ կառավարությունը, ոչ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը անգամ դատապարտող հայտարարություն չեն արել հայ պատանդների վերաբերյալ։ Ավելին, վարչախմբի պարագլուխներն անգամ Ռուբեն Վարդանյանին են մեղադրում իր պատանդարման մեջ։ Ինչպես ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց։ Ով նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը։ Ով նրան ուղարկեց այդ իմաստով գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ով նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ։ Արժանապատվություն չունենալը քանիցս ապացուցած մարդիկ նրանց մեղադրում են, պատկերացրեք, գերեվարվելու, ինքնասպան չլինելու մեջ։ Սա մատնում է նրանց ներքին թաքուն ցանկությունը այդ մարդկանց մահացած տեսնելու։ Բաքվում ընթացող շինծու դատավարությամբ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի դեմ ագրեսիա ձեռնարկելու հիմքեր ապահովել։ Հայ պատանդների ցանկանում են ցուցմունքներ կորզել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի կողմից ոտնձգություն կատարելու բովանդակությամբ։ Իսկ այս ամենը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերին Պրահյան հայտարարությամբ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այսպիսով Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք անբարոյական թեզը չաշխատեց։ Ղարաբաղ տալը Հայաստանի հանդեպ թշնամական ագրեսիայի նոր հեռանկարներ է բացում։